Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ավելի խիստ միջոցներ կիրառել Ռուսաստանի, այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որոնք կդժվարացնեն Ռուսաստան առանցքային ապրանքների ներմուծումը։ Մասնավորապես նա կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստան գազի, նավթի եւ դիզելային վառելիքի արտահանման նկատմամբ։ Մակրոնն առաջարկել է առաջիկա մի քանի շաբաթում անցկացնել խորհրդակցություն նվիրված ստվերային նավատորմի դեմ պայքարին։ Մենք պետք է համոզվենք, որ գործում ենք ամենուր, որտեղ դա հնարավոր է, հայտարարել է Մակրոնը։ Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր շահերը պաշտպանելու համար, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը։ Միացյալ Նահանգները հայտարարել էր Իրանի եւ նրա առևտրային գործընկերների դեմ տնտեսական պատժամիջոցները ընդլայնելու ծրագրերի մասին, որոնց թվում է նաեւ Պեկինը։ Խոսնակն ասել է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է նոր պատժամիջոցներին եւ այն որակել է անօրինական եւ միակողմանի։ Միացյալ Նահանգների պատժամիջոցները ընդգրկում են նաեւ այն երկրներին, որոնք Իրանի հետ ֆինանսական համագործակցություն ունեն։ Չինաստանը իրանական նավթի ամենամեծ գնորդն է։ Լինն ասել է, որ Չինաստանի եւ Իրանի միջև համագործակցությունը միշտ իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակում եւ որևէ մեկը չպետք է դրան միջամտի կամ խոչընդոտի։ Միացյալ Նահանգները կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի եւ պողպատի մաքսատուրքերը կբարձրացնի մինչեւ 50%, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Կառուցենք Միացյալ Նահանգներում եւ մաքսատուրքերը կլինեն զրոյական։ Կանադային այլևս չեն վերաբերվի որպես երկրի։ Առևտրի եւ շատ այլ առումներով նրանք աշխարհի ամենատհաճ երկրներից մեկն են, գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը Կանադայի ղեկավարությանը ծաղրածուներ է անվանել եւ հորդորել խելքի գալ, հակառակ դեպքում շատ ավելի վատ կլինի։ Ի պատասխան Միացյալ Նահանգների որոշմանը Կանադան սեպտեմբերի 8-ից մաքսատուրքեր կկիրառի Միացյալ Նահանգների նկատմամբ դոլարին դոլար սկզբունքով։ Թրամփը եւս 1 տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն։ Նշվում է, որ Կուբայի նկատմամբ էմբարգոյի ժամկետը լրանում է 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Սույնով ես որոշում եմ, որ Կուբայի հետ կապված լիազորությունների իրագործումը եւս 1 տարով շարունակելը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին, նշված է հրամանագրում։ Կուբայի նկատմամբ Միացյալ Նահանգների տնտեսական էմբարգոն գործում է 1960-ականների սկզբից։ Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը ձգտում է ճնշում գործադրել Հավանայի վրա, որպեսզի կղզին փոխի իր քաղաքական ուղեգիծը։ Մասնավորապես Միացյալ Նահանգները մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նկատմամբ եւ շրջափակում սկսել կղզի էներգակիրների մատակարարումը խոչընդոտելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր երկու որդիներից մեկին։ Անհավանական բան է տեղի ունեցել, Իրանը թիրախավորել է իմ որդիներից մեկին, ասել է Նեթանյահուն։ Այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Շին Բեթ ներքին անվտանգության գործակալությունը հրաժարվել է բանակի նախկին ղեկավար Գադի Էյզենկոտի անվտանգության վերաբերյալ մանրամասներ տրամադրել, որը Նեթանյահուի հետ պայքարում է հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ։ Նեթանյահուն աջակցություն է հայտնել Էյզենկոտի շուրջօրյա պաշտպանությանը, ասելով, որ դա շքեղություն չէ, առանց դրա իրանցիները հաջողություն կունենան, ասել է նա։ Նեթանյահուն ունի 2 որդի եւ 1 դուստր։ Դեռևս պարզ չէ, թե նրա որդիներից ով է եղել թիրախը։ Տաթևիկ Ավետիսյան, Էպիկենտրոն։